Հալելույա, փառք Տիրոջը։ Աստված օրհնի ձեզ, կարող ես կողքինիդ ժպտալ, ողջունել եւ նստել Աստծո քաղցր թանկ ներկայության մեջ։ Մեր Աստված հրաշալի Աստված է։ Նրան գտնողը կյանքագտ է։ Անկախ բարդություններից, անկախ իրավիճակներից, որ մենք անցնում ենք, մեկը հաղթանակը Աստծոնն է, որովհետև իհարկե արդարի համար դժվարությունները բնականաբար շատ են ու շատ էլ պետքա լինեն, առավել ևս հավատացյալի, որովհետև Հիսուսն ինչ ասեց, ասեց ինձ աշխարհը չսիրեց, ձեզ էլ չի սիրելու, այսինքն բացի այն, որ մենք անցնում ենք դժվարություններ, սիրելի եկեղեցի, մենք նույնիսկ անցնում ենք աշխարհի կողմանե ատելության միջոցով, այն որ մարդիկ ձեր հետ ժպտում են, ժպիտով են մոտենում, դա այդեն ժպիտը չի, բայց իրանց ներսում դու չգիտես ինչ են արտահայտվում, բայց կարևորը գիտեք որն է, որ Աստված մեր նկատմամբ հատուկ ուշադրություն ունի։ Գիտեք, այս ամեն ժամանակներն անցնելու են։ Գրված Աստծո խոսքում։ Այծերը կկայնեն ձախ կողմը, գառները կկայնեն աջ կողմը, հավատացյալի անհավատի, ծառայողի ու չծառայողի, Քրիստոսի արյան գնվածների եւ չգնվածների տարբերությունը մի օր երևալու է։ Իհարկե մեզ համար շատ նեղ դժվար է, երբեմն հանդիպում ենք շատ մեծ խնդիրների, բայց գիտեք կարևորը որն է, որ կա քո ներսում մեկը, որ նա քեզ միշտ մխիթարում է, մեզ ուժ է տալիս։ Ու քեզ գիտես, երբ որ աշխարհի մեջ էիք, մենք ինչ որ անում ենք, չկար մեկը, որ կողքից, եթե ոչ ընկեր կամ բարեկամ կամ հարազատ ասեր, դե վեճդ մի դիր։ Բայց սա այնքան տեղը չէր լցնում, որքան որ այսօր դու հոգեբանական տրավմա ես ստանում, հոգեբանական վիրավորանք ես ստանում, ու աշխարհիկ մարդիկ այս դեպքում գալիս են, ինչ էլ մխիթարում են, ոչ մի տեղ չի լցնում այն մխիթարությունը, որը որ տալիս է Աստված իր Սուրբ Հոգու միջոցով։ Իսկ այդ Սուրբ Հոգուն պահելու համար սիրելիներս մենք պիտի շատ ուշադիր եւ զգույշ լինենք, որպեսզի նրան չապականենք։ Ու այսօրվա հենց թեման էլ ընտրել եմ, սա է՝ մի ապականիր։ Ինչն ենք ապականում սիրելիներս։ Ապականում ենք մեր անձը, մեր մարմինը։ Գիտես, երբ որ մենք նոր էինք ապաշխարե, այսպիսի տեսք ունեինք։ Սա ինչ է։ Կա մեկը, որ կար ասի, սա մաքուր ջուր է։ Ես կարամ, չէ, խմեմ սա։ Բոլորդ էլ ասում եք, հա, խմեմ։ Բայց մեկ է։ Ստեղ մի հատ պրոցես եմ ուզում անեմ։ Եկեք համոզվենք, որ դու էլ չես խմի սրանից։ Ինքը գնալով էսա կախտոտվի։ Համաձայնեք, մի փոքր եթե խառնեմ, ու տեսնում ես, որ այն առաջվա մաքրությունը գնալով կորչում է։ Սա գիտեք ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ խոսքն ասում է Կորինթացիների մեջ, չար ընկերակցությունները, բարի վարքը ապականում են։ Հիմա ինչ է ստացվում, ապականվեց, գիտես այսօր շատ քրիստոնյաներ նման պրոցեսի մեջ ընկնելով ապականվում են, ու ասում են առաջ ավելի լավն էր, ինչը փոխվեց, սիրելիս փոխվեց այն օրը, երբ որ դու չար ընկերակցության մեջ մտար, սրան դեռ կանրադառնանք, բայց դնենք մի կողմ, որպեսզի մեզ չխանգարի, այս ճիշտն ասած ապականել բառը հոմանիշներով ուզում եմ մենք առանձնահատուկ ուշադրություն դարձնենք։ Առաջի բանը որն էր,
ես կեղտոտեցի, չէ, կեղտոտել, աղտոտել, պղծել, անսուրբ դարձնել, փչացնել, եղծել, ավերել, բարոյապես աղավաղել, փչացնել, այսինքն սրանք են իրավիճակներն են, որ բերում են մեր մեջ, պղծում են, ավերում են, անսուրբ ենք դառնում, երբ ենք անսուրբ դառնում սիրելիներս, երբ որ մենք նրա հետ հարաբերությունը երկրորդ պլանի մեջ ենք դնում, իսկ Աստծո խոսքը, եթե մենք լավ կարդայինք, իմանայինք, ու գիտես հավատացյալի կյանքում ինչն է առաջի բանը սատանան ուզում անի, առաջի բանը, որ ուզում է իմ ու քո կյանքի մեջ անի, դա Աստծո խոսքի հետ շփումը տարանջատի։ Դե ոչինչ, հիմա այսօր չես կարդացե, հիմա ում չես մահանալու։ Հիշում եք սատանան ինչ ասեց Եվային պտուղի մասին։ Երբ որ ուտես, չես մահանա։ Իսկապես նա չմահացավ, բայց մահացավ հոգեպես։ Նա մահացավ Աստծո տված են շնորհը, որը կար, ու իր համար շատ տարօրինակ էր, երբ որ Աստված եկավ, ու Աստված ամեն բան գիտեր, սիրելիներս։ Նենց չէր, որ Աստված տեղյակ չէր, ու որովհետև յուրաքանչյուր մեղքի ձայն Աստծո ականջին ավելի շուտ է հասնում, քան թե մենք կարծում ենք ինչ որ բան ենք անում, չէ՞, դե այդպես է։ Ասեց Ադամ ուր ես։ Ասեց Այն քո պատրաստած կին են, որ դու տվեցիր։ Գիտես, մեղքը մենք շատ անգամ գցում ենք ում վրա, մեզանից այնքան մենք չլնենք, բայց ով է գործել այդ մեղքը։ Ես, չէ, դու եւ բոլորս։ Դրա համար սիրելիներս, երբ որ Աստված ասեց Ադամ ուր ես, ասեց այն քո պատրաստած կինը, էլ չհարցրեց Եվա, բա դու ուր ես։ Նա անմիջապես ասեց այն քո պատրաստածոցը։ Այսինքն իրան կապ չունեն, բայց իրականում կար մի փաստ, որը որ կար։ Դուք ուզես սրանով ջուր խմես, հիմա եթե շատ ծարավես, եթե տամ դուք խմես, ինչ ես կարծում, այս կարգավիճակը հոգևոր իմաստով Աստված քեզանով կխոսի, Աստված քեզանով կգործի, ուրեմն սիրելիներս, մենք պիտի սուրբ պահենք։ Աստծո խոսքը ես հիմա կկարդամ Առաջի Կորինթացիս 3:16-17 համարներում ասում է. Չգիտեք, որ դուք Աստծո տաճար եք, եւ Աստծո հոգին բնակվում է ձեր մեջ։ Եթե մեկը Աստծո տաճարը քանդի, այսինքն ապականի, Աստված էլ նրան ինչ կանի, կապականի, որովհետև սուրբ է եւ Աստծո տաճարը, որ դուք եք։ Տեսեք ինչ մեծ պատասխանատվություն է պահանջում հավատացյալ լինելը։ Հավատացյալ լինելը դա կիրակնորյա ծառայությանը պարտաճանաչ ներկայանալը չէ։ Հավատացյալ լինելը, սիրելիներս, իր ամբողջ սրբությամբ պետք է որ մեր մեջ կատարելագործված լինի Հիսուս Քրիստոսով, որովհետև Տերը ինչ ասեց Սուրբ Հոգու մասին, եւ կգա եւ կհանդիմանի մեղքի համար։ Բայց այսօր սիրելիներս հավատացյալների մեծամասնությունը, ներսս չգիտեմ, խի 70% եկավ, 70%-ը չի հասկանում, որ աշխարհի հետ ընկերակցությունը բերում այսպիսի փաստերի առաջականգնեցնում, ու մենք կորցնում ենք Աստծո տեսքը, Աստծո էությունը, Աստծո բնությունը մեր ներսից վերանում է։ Շատ անգամ լսած կլինես, կար առաջ մարդկություն, գնալով էտելա վերացե։ Հիմա ասեմ սիրելիներս, հավատացյալ լինելը գնալով ոչ թե պիտի ավելանա, անկախ նրանից, որ եկեղեցիներ արթնություն պիտի ապրեն, բայց այդ ամբողջ արթնության մեջ եկողները բոլորը չեն փրկվելու։ Գրված է կանչվածները շատ են, ընտրվածները քիչ։ Գիտես ինչի համար։
Թեկուզ եթե վերցնենք այսօրվա խոսքը, դու ոնց ես ընկալում այսօրվա խոսքի հայտնությունը, բայց արի մի 20 րոպե հետո ծառայություն հետո, տես դրսում ինչ է կատարվում մեր հետ։ Այսինքն խոսքը, որ գալիս է ռեման մեր կյանքի վրա, որպեսզի մենք հայտնություն ստանանք, փոխվենք, ապրենք դեպի մեր սլակները, դեպի Աստված, մենք նորից շարունակում ենք մեր նույն հին գործերին։ Այսինքն ամեն օր մենք գալիս ենք, սրբվում ենք, 10 րոպե հետո նորից մենք կանգնած ենք ապականության առաջ։ Նույն այդ բամբասանքը, նույն այդ չարախոսությունը, նույն այդ մարդասպանություն ատելությունը, պարտադիր չի ինչ-որ մեկին դանակահարես կամ խփես զենքով, հրազենի վնասված տասու, դրանք ոչ մի առավելություն չունեն։ Եթե ասում է նույնիսկ ընկերոջդ վատ խոսք ասես, դու նույնպես սպանեցիր։ Հիմա ես ուզում եմ քեզ հարց տամ ու դու քո սիրտը քննի։ Օրվա մեջ ինչքան անգամ մենք սպանում ենք, օրվա մեջ ինչքան անգամ մենք քննադատում ենք, դատապարտում ենք, որովհետև խոսքն ասում է, ով որ Տիրոջ տաճարը, այսինքն ես ինչ եմ ներկայանում Աստծո առաջ, այսինքն ես կամ դու Աստծո Սուրբ Հոգու տաճար ես։ Եթե կար մի ժամանակ Աստված գալիս էր այդ տաճարի մեջ, հիմա Աստված Հիսուսն ասեց, ես կքանդեմ այս տաճարը եւ 3 օրում կկառուցեմ։ Ինչ ասեցին հրեաներն, աշակերտները, 40 քանի տարի, 46 տարի այս տաճարը կառուցվել է, դու ոնց կարաս մի օրում քանդես, 3 օրում կառուցես, այս ինչ արքայության մասին ես խոսում, այս ինչ անաստվածային բաներ ես խոսում, բայց սա այդ բանի մասին չէր խոսում, ֆիզիկապես երևույթի, նա խոսում էր, որ այլևս այս տաճարի մեջ Աստված չի գալու, գալու է այն տաճարի մեջ, որը որ տվել է քեզ Սուրբ Հոգին, եւ ամեն մեկս ունենք Աստծո կենդանի հոգու ներկայությունը մեր կյանքում, որ գալիս է ու պարտադիր չի ինչ-որ զողություններ, ինչ-որ ճանապարհներ կտրել, հասնել, որպեսզի քո կյանքում ինչ-որ իրադարձություն փոխվի։ Այսօր բավական է խնդրես Տիրոջ անունը եւ նա կգա։ Գիտեք, ինչքան մարդիկ գիտեն, որ իրանք Սուրբ Հոգով մկրտվել են առանց որևէ մեկի օգնության։ Հիմա հարց առաջանում։ Կար մի ժամանակ այնպիսի քարոզչություն, որ դու պիտի հատուկ պրոցեսներ անցնես, որպեսզի Սուրբ Հոգով մկրտվես։ Սիրելին, Սուրբ Հոգին Աստված է տալիս եւ Աստված գիտի ում է տալիս եւ խի է տալիս։ Եվ մենք շատ անգամ վախենում ենք այն խոսքերից, այն մտքերից, մեր հետ ինչ է լինում։ Եվ տես ինչ ասում է, դուք Աստվածանից եք, առաջի Պետրոս 5:4-ում, որդյակներ, եւ հաղթեցիք նրանց, որովհետեւ ավելի մեծ է նա, որ ձեզանում է, ով է այդ մեծը, որ մեզանում է։ Սուրբ Հոգին։ Ավելի մեծ է նա, որ ձեզանում է, քան թե այս աշխարհինը։ Այսինքն սիրելիս, անկախ նրանից, թե մեզ ինչերի են դրդում, դու եղիր մի սրբության կողմնակիցը, պայքարիր մինչև վերջ, որպեսզի քո անձը թույլ չտաս ինչ-որ մեկը տանի պղծության, ստիպի քեզ, որ գործի այն ինչ-որ ինքն է ուզում։ Միթե դու ում հետ համագործակցվեցիր, օրերից մի օր ես մաքուր ջուրը ինչի այսպես դարձավ։ Սա նրա պատճառով է, որ մենք կորցնում ենք Աստծո հետ հարաբերությունը եւ մենք արդյունքում ունենք այս ինչ որ կա, բայց Աստծո նպատակը դա չի, երբ որ մեր կյանքում ինչ որ բաներ է փոփոխություններ գալիս սիրելիներս, Աստված այդ փոփոխությունները չի բերում նրա համար, որ դու ասես, բա հիմա ինչ եմ անելու։ Աստված փոփոխությունները բերում է նրա համար, որպեսզի քո միտքը սկսես աշխատացնել, իրավիճակից դուրս գալ, որովհետև Աստված իրավիճակների լուծող Աստված է, եւ ոչ թե մնաս այդ իրավիճակի մեջ ու ասես ոնց եմ անելու։ Աստված տարբերակներ ունի, թե մենք ոնց ենք այդ տարբերակներն ընկալում, հասկանում եւ ինչ փուլեր ենք օգտագործում, որպեսզի այդ իրավիճակից դուրս գանք։ Դա էլ հարց է դուրս են գալի թե չէ։ Թե մնում ենք մեր նույն համոզմամբ, իսկ երբ որ կա Աստծո հետ շփում, կա Աստծո հետ հարաբերություն,
Աստծո խոսքը, Աստծո ռեման, հայտնությունը միշտ քեզ թարմեցնում է, դու միշտ գնալով մաքրվում ես։ Սիրելիներս, մենք պիտի քայլ անենք դեպի Աստծո հոգին մեր ներսում սրբագործելու, որովհետև Աստծո հոգին Աստված մեզ չտվեց, որպեսզի մենք տրտնջանք, որպեսզի մենք բողոքարկենք, այս ինչ կյանք է։ Հրյաները, սիրելիներս, ամեն անգամ կարդալուց կարծես թե ամեն անգամ նորից այդ պատմության մեջով եմ անցնում։ Աստված չեղած տեղից այդ ազգին հանեց, քիչ է 400 տարվա իրանց չարչարանքը, տանջանքը, այն վճարները, որ այդ 400 տարում կուտակվել էր, այդ էլ պոկեց Եգիպտոսից։ Ես զարմանում եմ, անապատում ասում եմ, երբ որ խնդիր էին ունենում, միանգամից Մովսեսի դուռը թակում էին ասում, բերեցիր ստեղ, որպեսզի մեզ կործանես։ Գիտես, շատ հավատացյալներ կան, երբ որ որոշում են կայացնում գան դեպի Քրիստոսին, հենց առաջի բարդություններից հետո իրանք սկսում են կանգնել ու հետ գնալ։ Որովհետև այդ դժվարությունը մի տեսակ իրանց համար դիսկոմֆորտ է, ոչ մեկիս համար լավը չի եղել։ Այս աշխարհը ստեղծվել է լավ նպատակի համար, բայց ես ու դու ենք տվել։ Ամեն անգամ պետք չի գցել Ադամի ու Եվայի վրա։ Մենք նրանց ժառանգորդն ենք։ Մենք նույնպես այսօր այդ օրենքը մեր մեջ նստած է, անկախ նրանից Աստծո հետ լավ հարաբերություն ունես, վատ հարաբերություն ունես, երկու տարբերակում էլ միշտ ամեն օր այդ առաջարկները կան։ Նայած թե ամեն մեկս ինչպես ենք պահում այդ առաջարկները, կամ որն ենք ավելի շուտ վերցնում։ Այսօր համացանց անգամ լցված է պղծություններով, ես մեկ զարմանում եմ, ասում եմ, խի են այս աստիճանի սենց ամեն բան ազատ ցուցադրում։ Իհարկե նպատակը պարզ է, սատանայի նպատակը որն է, որպեսզի ամբողջ աշխարհը ապականի, փչացնի, աղտոտի, սրբապղծի, իսկ Աստծո խոսքն ասում է սուրբն էլ ավելի սրբվի, պիղծը էլ ավելի է պղծվելու։ Գիտեք, որ այսօր աշխարհում պղծեր կան, պիղծ մարդիկ կան, գնալով իրանց մոտ այդ պղծության, այդ բոլոր իրանց այդ պունկտերը շատ ուժեղ զարգացում են ստանում։ Այնքան պրոֆեսիոնալ, որ նույնիսկ օրենքի մեջ են մտցնում, որպեսզի մարդը անպայման օրենքի կետով ինքը մեղքի մեջ լինի, բայց Աստծո օրենքը ազատեց մեզ մեղքի ու մահվան օրենքից եւ մեզ ազատություն տվեց, իսկ ավելի լավ է ես մարմնի կողմանե ճնշված լինեմ, քան հոգու ազատությունը, այսօր որ եղբայրը բեմի վրա ասեց, այդ հենց նենց ազատության մասին չէր խոսում։ Այո, որտեղ Տիրոջ հոգին ընտեղ ազատություն, դու ուզում ես այնտեղ լինես, որտեղ կա ազատություն, թե այնտեղ լինես, որ ինչ ուզես այն էլ անես։ Դա համար սիրելիներս այսօր էլ նույն բանը կատարվում է տարբեր տեղեր, բայց եկեղեցին գնալով ոչ թե պիտի ապականվի, եկեղեցին գնալով պիտի սրբագործվի։ Անկախ նրանից այսօր ում հետ ես ընկերացել, այսօր ով է քո ընկերը, արդյոք նա քեզ ստիպում է դու Աստծուն մոտենաս։ Դավիթը Սաղմոսների մեջ ասում է, ես ընկեր եմ նրան, ով Տիրոջից վախենում է։ Այդ ինչ լավ առաջարկ է։ Բայց այդ մարդուն թողամ գնամ ում հետ ընկերություն անեմ, որովհետև Աստծուց վախող մարդը ինձ չի դրդի, որ ես մեղքի մեջ ընկնեմ, ապականեմ, սրբապղծվեմ, անօրենության ճանապարհն ընտրեմ, այլ որ Աստված իմ ներսի մարդը օրեցօր կզորացնի եւ կզարգացնի, երբ որ կգա ժամանակը ու կտեսնենք հավատացյալի ու անհավատի տարբերությունը, ծառայողի եւ ծառայություն չանողի տարբերությունը։ Գիտես, անկախ նրանից ինչից ենք մենք վիրավորվել։ Ես չեմ ասում, որ ես 100%-անոց եմ, կարող է ինչ-որ միտեղ վրիպում մարդ ենք բոլորս, բայց դրանից վերցնել զենք դարձնել եւ ամեն օր ասել սա է իմ մեղքի պատճառը, ոնց որ Ադամն ու Եվան
Նա նրա վրա գցեց մեղքը, նա նրա վրա գցեց մեղքը, նա էլ նրա վրա գցեց, ասեց երեքդ էլ անիծված լինեք։ Համար եկեք սիրելիներս, սրանից հետո, եթե ինչ-որ տարաձայնություն, խոսակցություն է լինում է, ոչ թե ասա պատճառը սա էր, պատճառը նա էր, պատճառը նա էր, սիրելիներս կանգնեք երեքդ էլ ու ասեք, չեք զգում, որ մենք սատանային տեղ տվեցինք։ Չեք զգում, որ սատանայի գլուխը չարությունով չես կարա ջարդես, այլ բարությունով։ Հիսուսն ասեց, սատանայի գլուխը պիտի չարությունով չջարդես, այլ հաղթիր բարությունով։ Երբ որ դու միաբանվում ես, ասում ես եկեք ուրեմն իրեքով իրար հետ ձեռք բռնենք, վերջում մենք դա կանենք։ Ու աղոթենք, որպեսզի մեր մեջի չարը, սատանան լուսավորվի մեր մտքերը եւ նրա խավարի գործը երևա, ինչպես որ եթե ես աստիճանաբար անեի չեր երևա։ Բայց ինքը աստիճանաբար անում ու երբեք չի նկատվում։ Գիտեք, չինացիները հատկապես ֆրանսիացիք էլ գործը շատ են սիրում։ Գիտեք, ասում է, երբ որ իրան եփեկան ջրի մեջ են գցում, ինքը անմիջապես ցատկում է, դուրս է գալի։ Չի մնում դրա մեջ։ Ու որոշել են հասկանալու գծում են սառը ջրի մեջ իր բարենպաստ ջուրը, որին ինքը իր մարմինը սովոր է, ու դնում են գազի վրա։ Կամած ջուրը սկսում է տաքանալ, ջուրը սկսում է արդեն այնպիսի աստիճան հասնել, որ ինքը պարալիզացվում է։ Սա մեղքի գործողությունն է, սիրելիներս։ Մեղքը սկզբում գալիս է քո ուզած տեսքով։ Դրանից հետո դու չես հասկանում ինչ է կատարվում ներսում, ներքևում։ Հետո գալիս է մի քիչ ավելի լավ, լեպոտա վիճակ, այս ինչ ընտիր է։ Բայց գալիս է մի ժամանակ, որ դու ուզում ես դրանից դուրս գաս, այլևս չես կարողանում, որովհետև քո ուժերը սպառվել են, որովհետև կա ներսից մեկը մատակարարող, որ դու այլևս այդ մեղքը քեզ համար սովորական երևույթ է դարձել եւ էլ դու չես կարողանում դրանից դուրս գաս, իսկ մի որոշ ժամանակ արդեն դու պատառ ես ինչ-որ մեկի համար համեղ, դու արդեն մահացած ես, դու չգիտես, քեզ արդեն մաքրում են, ձևավորում են, դնում են գեղեցիկ սեղանների վրա ու հաճելի ձևով մատուցում։ Այսօր սատանան նույն բանը ուզում անի քրիստոնյաներին։ Արդյոք մենք Սուրբ Հոգու հետ այն հարաբերության մեջ ենք։ Սա մեսիջ է երկնքից, սիրելիներս, որ յուրաքանչյուրը զգաստանանք եւ զգոն լինենք մեղքի նկատմամբ եւ այն հոգին, որ կա իմ ու քո ներսում։ Եվ չվախենանք աշխարհում ինչ է կատարվում, որովհետև ասում է քո ներսինն ավելի ուժեղ ու զորավոր է, քան այս աշխարհինը։ Մենք չպիտի վախենանք, սիրելիներիս, անկախ ամեն ինչից, թե այսօր աշխարհը ինչ անարդարության մեջ է։ Գիտեք, որ այս վերջի ժամանակներում ծուլությունը դարձել է եկեղեցու, ավելի ճիշտ եկեղեցու չէ, սատանայի ամենամեծ զենքը, որ եկեղեցին մատնվի ծուլությամբ, ոչ մի բան չկիրառի, ոչ մի ծրագիր չգործածվի։ Եկեղեցին գա կիրակի օրը, գնա տուն, իր կյանքով ապրի, այդ մի օրը գան, ասեն, դե այդ մի օրը բաց է թողում, որ ոչ մի բանի մասին չմտածես, որովհետև նա գիտի, քո մեջ այնպիսի սերմեր ա դրե, մեկա դու վազելու ես այս հեռախոսին, նորից ինքը քեզ հետ մտնելու է կոնտակտի մեջ, նորից քո մեղքը շարունակվելու է։ Եվ առաջի Կորինթացիս 6:19-20 ասում է, կամ չգիտեք, որ ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մեջ է, եւ որն Աստված ունեք, եւ դուք ձերը չեք։ Ես ինչ ասում։ Սուրբ Հոգով բրկրտված մարդկանց հենց նոր Աստծո խոսքն ինչ ասում։ Մի կարևոր բան բաց թողեք, որ դուք ձեր անձերի տերը չեք։ Նկատում եք ստեղ Աստված ինչ իշխանություն է ուզում ցուցաբերի մուքո կյանքի մեջ, որ մենք կապված ենք նրանով Սուրբ Հոգու միջոցով։ Եվ այդ Սուրբ Հոգու ազատությունը պիտի մեզ տա այդ ազատությունն ներսից, եւ ոչ թե մարմնինը։ Դրա համար սիրելիներս ասում եմ մարմինը հոգուն հակառակ կլինի, հոգին մարմնին։ Երկուսը միատեղ չի կարող լինել։
Հիբրիդային մարդ չկա, գոյություն չունի։ Եթե կասեն ստեղծել են, ասա դա մարդու ձեռի գործն է, բայց ոչ ավել։ Իսկ Աստված այսօր ստեղծեց արու եւ եք եւ մի պատկեր տվեց ու նրան ռնգների մեջ կենթանի շունչ փչեց։ Եվ մարդը դարձավ կենթանի հոգի։ Ու այսօր ես կենթանի հոգի եմ Աստծո տված շնչով, որը որ Սուրբ հոգին է։ Ինչքան ես նրա հետ հարաբերությունս ուժեղացնում եմ, այնքան Քրիստոսը իմ ներսում մեծանում է, աճում է, մեծամեծ գործեր անում։ Մեր մոտ չի ստացվում, աղոթում ենք, չի լինում, չի ստացվում։ Սիրելիներս, եկեք մի բան հասկանանք, եթե մեր կյանքում աղոթում ենք ու չենք ստանում, ստեղ խնդիրը Աստծո մեջ չի, խնդիրը մեր մեջ է։ Աստված աղոթք չկա, որ չի լսում։ Իհարկե, եթե հավատքով ենք աղոթում։ Դրա համար սիրելիներս մի մոռացեք, կամ ասում չգիտեք, որ ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու։ Ուրեմն մենք չպիտի լռեցնենք այդ հոգին։ Մենք չպիտի փակենք նրա բերանը։ Մենք չպիտի մեր ականջները փակենք։ Այսօր սիրելիներս հենց այդ Սուրբ Հոգու ձայնն է, երբ որ մենք լսենք, ու շատ անգամ մենք նրան լռեցնում ենք։ Մեկ ասում են, Աստված չի կարող նենց անի, որ մենք կարենանք լսենք։ Սիրելիներս, այսքան ժամանակ դու չգիտես, որ Աստված երբեք ոչ մի բան մեզ չի պարտադրել։ Մեզ մենակ պարտադրել է, գիտես երբ, որ մենք մեղքից հեռու լինենք, բայց դրա մեջ էլ քեզ չի ասում։ Գիտես Իսրայելի ժողովրդին ինչ ասեց։ Քանանի երկիր մտնելուց հետո տարբերակներ դներ։ Երբ որ դու այն օրվանից մտար Քանանի երկիրը, հիշես քո Տեր Աստծո արած բոլոր ինչը, այն բարիքները, որ արեց Եգիպտոսից հանելով ձեզ անապատի ճանապարհից դեպի Քանանի երկիրը, եւ սկսեց հերթականորեն ասել. Եթե այս բանն անես, սրա հանդիմանությունը կստանաս, եթե այս բանը կանես, սրա հակառակը կստանաս։ Այսինքն սա մի օրենք է ձևավորված մարդու համար, երբ որ մարդը անի, դրա պատասխանը դա է։ Այսօր մենք ինչ որ արել ենք, ինչ որ անում ենք, մենք դրա արդյունքն ենք ստանում։ Ավելի ավետարանական խոսքով ինչ որ սերմանեք, այն էլ կհնձեք։ Դրա համար բարի սերմերը, սիրելիներս, միշտ պտղաբեր են լինում։ Իսկ անասնակերը երբեք ոչ ոք չի հաճում դրան վրա նույնիսկ ուշադրություն դարձնի։ Իսկ Աստված հատկապես մեզ համար հատուկ սերմեր սերմանեց, եւ այդ սերմերը դրանք են պարարտ հողերն են, որը ընկավ եւ պտուղ տվեց, որը 30, 60 ու 100 պատիկ։ Իսկ պարարտ հողը որտեղ է։ Պարարտ հողը դա Աստծո խոսքի մեջ է, որտեղ չկա հապականություն, որտեղ չկա հանդիմանություն, կա հոգու ազատություն, եւ այդ յուրաքանչյուր հավատացյալ ինքը պիտի զգա իր հոգու ազատությունը, որովհետեւ մեղքը ինքը քեզ կստիպի, որպեսզի դու հետ քաշվես։ Մեղքը կստիպի քո ներսի տրտունջը, քո ներսի բողոքը, քո ամեն անհամաձայնությունը, բայց ինչ գիտես Աստված քեզ այդ սանձելով ինչ է ուզում սովորեցնի։ Իսկ մենք դրանից խուսափում ենք, որովհետև մենք ուզում ենք մերը, իմը։ Տեսեք, 2 Կորինթացիս 6-րդ գլխի 16-18 համարը, կամ Աստծո տաճարի եւ կուռքերի միջև ինչ ընդհանուր բան կա։ Ինչ ընդհանուր բան կա Աստծո տաճարի եւ կուռքերի մեջ։ Ինչ ընդհանուր բան կա։ Ոչ մի։ Որովհետեւ կուռքերի տաճարը, սիրելիներս, մեզ այսօր կախվածության մեջ է պահում։ Ես գիտեմ մարդիկ ում տանը իկոնաներ են շարված։ Ես եկեղեցիներ եմ մտել, տարբեր իկոնաներ են դրված, որ մարդիկ ձեռքը դնում են, աղոթում են
ինչ որտեղ բաներ է տեղի ունենում։ Բայց գիտես, գրված է Հովանես ավետարանի մեջ մի հատ ջրի ավազան կար, որ այնտեղ բոլոր հիվանդները պառկած էին։ Եվ ով որ տեր ուներ, ով որ մարդ ուներ, հրեշտակը ժամանակ առ ժամանակ գալիս էր այդ ջուրը խառնում, չգիտեմ, մատով, փայտով, բայց ասում է խառնում էր։ Առաջին գնողը բժշկվում էր։ Հիմա տեսեք, նույն բանը Աստված Իսրայելի ժողովուրդը իրանց ըմբոստությունը այնքան բարձրացավ, Աստված թույլ տվեց, որ խայթող օծեր մարդկանց խայթեն։ Եվ Աստված Մովսեսին ասեց, մի հատ պղնձի օծ պատրաստիր եւ կախիր։ Նրանք, ովքեր հավատքով կտեսնեն, կհավատան, կբժշկվեն։ Սա երևույթ է, չէ՞։ Բայց եկավ մի ժամանակ, երբ որ սրա գործոնը ավարտել էր, այդ նույն պղնձիոցը խաչը հանած հրեաները հետները տանում էին։ Արդեն Մովսեսը չկար, Հեսուն էր առաջնորդում, Հեսուն ասեց՝ լա բերեք այդ։ Այդ ժամանակների տեղի ունեցած հրաշքները, երբ որ ասում եմ մենք եկանք գիտության ժամանակաշրջանը, այսինքն Սուրբ Հոգու հետ, Աստծո հետ, ամեն հին բաները մեզ համար պիտի վերանա սիրելիներս, թեկուզ Աստված դա մեզ համար էր արել։ Բայց ընտեղ Հիսուսն ասեց, ինչքան ժամանակա դու այստեղ ես, ասեց 47 տարի, պատկերացնում ես, 47 տարի մարդը անընդհատ մի խոսքով այդտեղ արդեն բրոնը էր արել այդ տարածքը, գիտեն, որ այդ մարդը այդտեղ ամեն, միջև որ կգա իր ժամանակը մահանալու։ Բայց միթե Աստված մեզ համար այդպիսի ծրագիր ունի։ Մեզ համար Աստված այդպիսի ծրագիր չունի։ Բայց եւ կար Աստծո ողորմությունը տեղ։ Բայց այնտեղ մեկը հայտնվեց ու ասեց. «Ելիր, կանգնիր ու քայլիր»։ Նա վեր կացավ այդ փասափուսեն հավաքեց ու գնաց։ Այսօր էլ նույն բանն Աստված ուզում է ինձ ու քեզ ասել։ Դրա համար կուռքի ու իրական Աստծո մեջ տաճարի տարբերությունը մեծ է։ Կուռքը քեզ անընդհատ լարվածության, կախվածության մեջ է պահում, բայց Աստծո տաճարը ամեն անգամ դու մտնելով, դուրս գալով, դու մտնում ես բեռներով, դուրս ես գալիս առանց բեռների, որովհետև Աստծո խոսքն ասում է. «Ինձ տվեցեք ձեր հոգսերը, բոլոր ծանրությունները ինձանից վերցրեք, իմ գրուզը, իմ ծանրությունը վերցրեք, որ շատ թեթև է ու քաղցր է»։ Աստծուն ծառայող անողը միշտ քաղցրությունների մեջ, անկախ դժվարություններ, ես շեշտել եմ։ Դրա համար սիրելիներս, դուք կենթանի Աստծո տաճար եք, ինչպես որ Աստված ասեց, նրանց մեջ պիտի բնակվեմ ու նրանց մեջ պիտի շրջեմ, նրանց Աստվածը պիտի լինեմ եւ նրանք իմ ժողովուրդը։ Դրա համար նրանց միջից դուրս եկեք եւ հեռու մնացեք, ասում է Տերը, եւ պիղծ բաների մի դիպչեք, եւ ես ձեզ կընդունեմ ու ձեր հայրը կլինեմ, եւ դուք ինձ որդիներ ու դուստրեր կլինեք, ասում է ամենակալ Աստված։ Դուրս եկեք։ Ախր համով է, ոնց դուրս գանք, լավ էլ է տակ ջուրն արդեն սենց մեզ դզել է, դու ջակուզիում չես, դու խաբվածության ջակուզիի մեջ ես, որից հետո դու արդեն չես զգալու, դու արդեն քո մկանները պարալիզացվելու են, դու չես կարողանալու այլևս ուժ գործադրես, իսկ Աստծո խոսքն ասում է, դուրս եկեք, իրանցից տարանջատվեք։ Հիշում եք Կորխի Դաթանի Աբիրոնի ինչ արեցին։ Ուզեցին Աստծո խոսքի հետ մանիպուլյացիա անեն։ Եվ Աստված Մովսեսին ասեց, Ահարոնին ասա, թող ասեն նենց ինչ որ իրանք են ուզում։ Ու դու նրանցից հեռու մնա։ Գիտեք ինչքան մարդ 7, 6 դաժե։ Հակառակության պատճառով
ասեց նրանց վրաններից, այսինքն այդ հեռացրեք, կարանք հեռացնենք, ով այնց հետ համաձայն հեռացնել աշխարհի վրաններից, հակառակվողներից, ցավալի քիչ է։ Ուրեմն մենք Աստծո ժողովուրդը կարանք լինենք։ Աստծո ժողովուրդը բառերով չի։ Աստծո ժողովուրդը պարտաճանանչ եկեղեցի գալով չի։ Աստծո ժողովուրդը տարբերվում է իր բառերից, իր արտահայտություններից, ոչ թե մեղադրելու, դուր Աստված ասեց՝ մի նայեք Կորխի Դաթանի Աբիրոնի ուսմունքներին, հետ քաշվեք։ Այսօր դու եկեղեցում ինչ ես անում։ Մարդկանց ես դեպի փրկության բերում, թե մարդկանց ես դեպի մեզ լարում։ Հիմա հարց է սա քեզ տրվում։ Երբ որ դառնասրտությունով գնում ես քո տուն, քո հանդիպակաց մարդուն ասում, ընդեղ էլ արդարություն չտեսա, արդարություն չես էլ տեսնել երկրի վրա։ Արդարություն չկա, արդարություն ստեղծելու ես Աստծո հարաբերության մեջ եւ ոչ թե նստելու, այնքան ասում եմ հեշտ է նստել աթոռին ու կողքից նայել ովին սխալ անում, որ ավել պակաս հետևից խոսած, բայց Աստծո ծրագիրը սա չի։ Ասում Աստծո խոսքը՝ մի տրտնեցեք ձեր ներսի Սուրբ Հոգուն։ Ուրեմն սիրելիներս, մենք պիտի փոխվենք, ապաշխարենք, որպեսզի Աստծո կյանքը մեր մեջ սկսի ուժեղանա եւ ոչ թե հակառակ process ստանա։ Ամեն։